Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, այսօր մի քիչ ոչ այդքան երկար կլինի այս տեսահոլովակը, ուղղակի ուզում եմ արձագանքեմ երկու անձի։ Առաջինը Վահագն Ալեքսանյան, երկրորդը Գևորգ Պապոյան։ Ուրեմն տեսեք ինչ է ցույց տվել Վահագն Ալեքսանյանը, խնդրեմ։ Կանսերվայի բանկաներ Սերժակ Քոչարյանը Կարապետյանական իշխանության տարիներին մեր զինվորների պաշտպանության հիմնական միջոցը այս կանսերվայի բանկաներն էին։ Իսկ գիտեք ինչա կառուցվում հիմա Հայաստանի Հանրապետության սահմանի ամբողջ երկայնքով ինչ ամրաշինական կառույցներ, ինչ ամրոցներ են կառուցվում մեր զինվորների պաշտպանության համար առհասարակ։ Այս բունկերային հսկա համակարգը մեր ամրաշինական շրջաններից ընդամենը մեկն է։ Գետնի տակ շատ քիչ երևացող մակերեսով։ Ամբողջությամբ կառուցված երկաթբետոնե հաստ կոնստրուկցիայով, զինվորների համար բոլոր հարմարություններով, տեսահասկման ժամանակակից, գերժամանակակից համակարգերով մեր զինվորները հիմա պաշտպանված են։ Մենք տեսեք ուղղակի սրա մասշտաբները, տեսեք մեր զինվորների պաշտպանվածության աստիճանը։ Տեսեք սա։ Վահագն Ալեքսանյան, 10-15 օր առաջ կարծեմ այս նույն քարոզարշավը, դա քարոզարշավ է, ուրիշ ոչ մի բան, այսպես ասած ռուսերեն ռեկլամ, անում էր ձեր ընկեր, կուսակից ընկեր Սուրեն Պապիկյանը։ Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը անձինս ես արձագանքեցի այդ տեսահոլովակին եւ բացատրեցի պաշտպանության նախարարին, որ այդ օբյեկտները ռեկլամի կարիք չունեն, գովաստ պետք չի անել այդ օբյեկտները, դրանք գաղտնի օբյեկտներ են, պարոն Ալեքսանյան։ Ասենք այն մարդը դասատու է, չի իմանում այդ բան, դուք ձեր պատմելով ծառայել եք բանակում։ Հիմա մի հատ հարց ունեմ տալու, դուք եթե դիրքեր գնացել եք, նույն ձևի նկար եք գցել եք համացանցեր, Վահագն Ալեքսանյան։ Իսկ եթե դուք նկար եք գցել եք, դա ազգի դավաճանություն է, Վահագն Ալեքսանյան։ Պատկան մարմիններ ուրեմն պետք է ձեզ հարց տան, միգուցե 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ որ ռամբակոծվում էին մեր դիրքերը եւ սպանվում էին մեր երեխեքը, ձեր գցած նկարներից են թշնամիները իմացե որտեղ ինչ կա։ Եթե նկարել եք իհարկե, բայց քանի որ դուք նկարում եք սա, ես չեմ կարող ձեզ հավատալ, որ դուք չեք նկարել, եթե եղել եք դիրքերում իհարկե այդ դիրքերի նկարները։ Վահագն Ալեքսանյան, ինչ համեմատություն եք անում, կանսերվի բանկեքը, տեսեք նախկիներես են արել, մերցրիք, թողեցիք դուք ձեր նախկիներով, հասկացաք, նախկինները էդի ամենավերջն են, դուք ով եք, դուք անգամ չգիտեք, որ ասում եք բանակ եմ ծառայել, կանսերվի բանկեքը դեռ գիտեք, որ մեր թվարկությունից առաջ մարդկությունը հորին է, եւ մինչեւ հիմա էլ կա, ռուս-ուկրաինական պատերազմի մեջ կա այդ կանսերվի բանկեքը, իսկ գիտեք դա ինչ է, խրամատներում, որ զինվորը կանգնած է հերթապահության, գնում գալի Վահագն Ալեքսանյան, որ գնալու ժամանակ դիվերսիոնի խումբը այստեղից ներս չմտնի, կախում են այդ բանկեքը, որ հենց պրովոկեն կդրեցի, բանկեքը կպտում է ձայնա տալի, եւ զինվորները վերցնում են զենքեր եւ սկսում են դիմադրությունը։ Այ ինչի համար է։ Երկրորդը, դուք ասում եք, որ ձեր բանակ ծառայած ժամանակ դուք չեք ունեցել անգամ մայկա տրուսիկ, նասկի եւ այլն։ Ճիշտ է։ Այո։ Վահագն Ալեքսանյան, ձեզ համար լավ լուր ունեմ։ Ասեմ ինչ, ես գտել եմ ձեր փայ մայկա տրուսիկ եւ նասկիները։ All I can say is ooh la la, ooh la la, ooh la la, ooh. Oh, I can't help you, turn me on so bad. Ooh la la, ooh la la, ooh. Գիտեք որտեղ։ Ձեր կուսակից ընկեր Գուրգեն Մերքոնյանի մոտ։ Ոչ բարով չկայացած գեներալի տանը, իրեն նկուղի հարգում։ Ասեմ ինչու։ Ասեք ապա ինչու։ Ուրեմն տեսեք,
Այն ժամանակ, երբ որ դուք ծառայել եք, թիկունքի պետը եղել է ով ձեր կուսակից ընկերը։ Հիմա ձեզ մի բան ասեմ, ձեր կուսակից ընկերոջը հարցրեք ուր է ձեր տրուսիկը Վահագն Ալեքսանյան։ Հարցրեք ձեր կուսակից ընկերն է, այն մարդը, որ դավաճանեց իրեն մարտական ընկերներին, այն մարդը, որ դավաճանեց իրեն մարտական ընկերների արյունը եւ գնում է բարեկամության ադրբեջանցիների հետ։ Այն մարդու ձեռը, չգիտեմ ով է հրամանը ստորագրե գեներալի ձեռը ջարդվեր գեներալ չտային։ Ամեն այդ մարդը ինքը իրանց գյուղում կատի ցեխում բոշկայա գլորը, ինչի բերիկ սարկեցի գեներալ չհասկացանք։ Այդ է հաստատ նախկիները մեղավոր են։ Սրան գեներալ դուք չեք տվել։ Լավ, ինչ որից է, Վահագն Ալեքսանյան, մի հրապարակեք նման բան։ Սուրեն Պապիկյանին ադրբեջանցիները պատասխանեցին, ասին այդ մկան ծակի մեջ ձեզի կսատկացնենք, ոնց որ սատկացրել են 44 օրյա պատերազմի ժամանակ։ Նրանք գլուխը պատով են տվել, որ սատկացրել են։ Նրանք դավաճանված բանակին ուղակի սպանել են եւ սպանել են երեխաների, ոչ թե կայացած տղամարդկանց։ Չնայած այսօրվա դրության, որ նայում ես ձեզ, այն երեխեքը ձեր վրա 1000 գլուխ կայացած են եղել։ Հիմա մյուսը, սիրելի բարեկամներ, Գևորգ Պապոյան, տեսնենք գրագետ, շատ գրագետ, հանճարեղ մաթեմատիկոս Գևորգ Պապոյանը, խնդրեմ։ Գոհարց ռադիո լսողներից ինչ բիզնես կհիմնեիք Հայաստանում, եթե քիչ փող ունենայիք եւ եթե շատ փող ունենայիք։ Այո։ Մի րոպե ունենք։ Բարդ հարց է, այդ հարցին այդպես է։ Դուք գնում եք օրինակ 1 օրում 5 լիտր բենզին, որը արժի 520 դրամ։ Ծախսում եք 1100 դրամ։ Ծախսեցիք 1100 դրամ։ Հետո գնում եք հաջորդ օրը 5 լիտր բենզին, որը արժի 430 դրամ, այս դեպքում Լուրջ խնայողություն ենք։ Չէ։ Սիրելի հայրենակիցներ, շատ ուրախալի լուր ունենք։ Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլի 1-ից կենսաթոշակները կավելանան մինչև 10,000 դրամով եւ հիմնականում 10,000 դրամով, հատկապես ցածր կենսաթոշակ ստացող մեր սիրելի տատիկ պապիկների կենսաթոշակը կավելանա 10,000 դրամով։ Սա ինչու է կարևոր, որովհետև վերջին օրերին ես օրինակ շատ էի խոսում տնտեսական աճի մասին եւ շատ ընդդիմադիրներ, ֆեյքեր մտնում էին եւ մեկնաբանություններում գրում էին, ինչեւ հիմա այդ մեկնաբանությունները կա, հայ ինչ, մեզ ինչ, ժողովրդին ինչ։ Գևորգ Պապոյան, ասենք լավ, լրագրողը հարց է տալիս, ինչ խորհուրդ կտակ բիզնեսից, դուք հեռու մարդ եք, էկոնոմիկան ուր, տնտեսությունը ուր, դուք ուր։ Բա մաթեմատիկա է, չգիտեք, տնաշեն, 3-4 դասարանի մաթեմատիկա է սա։ Գևորգ Պապոյան, 2 անգամ 2 ինչ է անում, գիտեք կոնե։ 5 անգամ 520, ասում 1100։ Բա դրա համար է կես վերջի տեսահոլովակում ասում տնտեսության աճ է եղել։ Եթե դուք 5 անգամ 520 չգիտեք ինչ, ասենց աճ եք տալիս տնտեսության, բա որ մի քիչ դպրոց գնացած եք իշ կրել, Հայաստանը կարող է Չինաստանը առներ։ Գևորգ Պապոյան, բայց ես մի բան ասեմ, Գևորգ Պապոյան, դուք միայնակ չեք։ Դուք ունեք գոլեգա նորից ԿՊԱ-կան Անահիտ Ավանեսյան կարծեմ, առողջապահության նախարարն է։ Նա ձերպես է հաշվում մաթեմատիկան, գիտեք չէ ինձ ասում է 300,000 դրամը, եթե եռապատկվի, դա կլինի 1,200,000։ Հիանալի մաթեմատիկա։ Եվ այդ ամեն ինչի վերջում ասում է, սիրելի տատիկ պապիկներ, լավ լուր ունեմ ձեր համար։ Գևորգ Պապոյան, Վահագն Ալեքսանյանին խորհուրդ տվեցի, որ լավ լուր մի ասա, ձեր ԿՊԱ-կաների յուրաքանչյուր լուր դա տրատեգիկ, տխուր, ձախորդված լուրեր է, մի օգտագործեք այդ բառը, դա ձերը չի, լավ բանը ձերը չի, Գևորգ Պապոյան, վատ, տխուր, մութ, սառը, ցուրտ, ինչ կա, էդի կարակ ասեք, լավ բառը մի օգտագործեք, քանի որ դուք չգիտեք լավը որն է, Գևորգ Պապոյան։ Այդ մենք, այսինքն Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը, 2 ամսից ավել բողազներս ճղում էինք, ասում էինք
10,000 դրամը ձեր վարչապետ կոչեցալ, որ ասում են ինչ են անելու 10,000 դրամը։ Մենք այնքան գոռացինք, վերջում ձեզ անվանեցինք, գիտեք, չէ՞ ձեր կուսակցության անուն չենք դրել։ Տատիկ եւ պապիկներին 10,000 դրամ չկամեցողների կուսակցություն։ Ամանչեցիք, մի խոսքով հասկացա, որ ամանչեցիք, պարոն Պապոյան։ Բայց ուզում եք տեսնեք ժողովուրդը ինչ կարծիքի է ձեր մասին։ Խնդրեմ, տեսեք, պարոն Պապոյան։ Ապրիլի 1-ից կենսաթոշակները Հայաստանի Հանրապետությունում կբարձրանան։ Ապրիլ 1-յան կատակ է անում Հայաստանի վարչապետը փետրվարի վերջին, տարակուսած են թոշակառուները։ Հայաստանի տարեց քաղաքացիները դեռ չեն մոռացել Փաշինյանի վիրավորական խոսքերը իրենց հասցեին։ Ասում ենք լավ, թոշակառուների թոշակ ամսական 11,000 դրամով 11,000 դրամով կամ 10,400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառուն։ Այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսելու։ Նիկոլ Փաշինյանը, որ պնդում էր, թե առողջության ապահովագրության ներդրմամբ մինչև 1 միլիոն դրամով բարձրացել է թոշակը, այսօր արթնացել է ու թե թոշակը ավելացնելու է մինչև 10,000 դրամ։ Ցածր թոշակները կբարձրանան 10,000 դրամով, համեմատաբար բարձր թոշակները կբարձրանան ավելի քիչ։ Ինչ է նշանակում համեմատաբար ցածր, համեմատաբար բարձր։ Արդյոք նկատի ունի նվազագույն եւ միջին թոշակները։ Փաշինյանի համեմատաբար անորոշ ձևակերպումները վստահություն չեն ներշնչում քաղաքացիներին։ Ոնց որ թոշակառուներին ձեռ առնեն, ասում 10,000 դրամ ավելացրեմ, ինչ պիտի այդ 10,000-ը։ Միգուցե մի ամսակա գարունը մարդիկ բարի անում են, եղանակը տաքանում է, արևը։ Շնորհակալ եմ։ Փաշինյանը խոստանում է հաշվարկներ կլինեն, բայց ավելի ուշ։ Քաղաքացիները չեն զարմանում, որ 7 անգամ նույն դասարանում մնացած կառավարությունը առանց հաշվարկի, առանց կառավարության որոշման նախագիծ շրջանառության մեջ դնելու հապճեպ հայտարարություն է անում, փորձում րոպե առաջ սիրաշահել թոշակառուներին։ Ինքը ոչ այդ կրթությունն էր, ոչ այդ աշխատանքային փորձն էր, որ նստեր երկրի ղեկավար դառնար։ Իրանք միլիոններ են ստանում, մեզ 10,000-ը չեն բարձր։ Լավ էլ մի ջղանացրեք էլ չէ։ Տենց մի քիչ բան է։ Անցած տարեվերջին իր կաբինետի անդամներին ավելի քան 3 միլիարդ դրամ պարգևավճար բաժանած Փաշինյանը Բայց սրանք թոշակառուներին հիշում է ու 10,000 դրամը ծախսելու նրանց ունակությունը այլևս կասկածի տակ չի դնում, որովհետև նորից են սպասվում ճոխ պարգևադրումներ, կարծում են քաղաքացիները։ Դու տանեն հետ էլ գումարի իր պարգևավճարներին տան այդ 20,000-ն էլ տա իրենց պարգևավճարը։ Երևանի փողոցներում հասկանում են ընտրություններից 3 ամիս առաջ ՔՊԱ-կան իշխանությունը ոտու ձեռ է ընկնում տարեց քաղաքացիների քվեները չկորցնելու համար։ Մարդկանց թվում է ընտրակաշառքի հետ գործ ունեն։ Հայաստանի մոտ 600,000 թոշակառուներն էլ են շուտով վերածվելու ընտրազանգվածի։ Միտքն են, որ հիմարներին ավելի հիմարացնի կան իրան ընտրեն։ ընդ որում Նիկոլ Փաշինյանն ասում է, թե թոշակը որոշել է բարձրացնել, որովհետև Հայաստանի տնտեսական աճը կանխատեսվածից բարձր է եղել։ Նոր իմացավ վարչապետը, որ Հայաստանում տնտեսական աճ է եղել, կանխատեսվածից էլ բարձր։ Զարմանում են թոշակառուները։ կկատարենք եւ կիրագործենք նվազագույն թոշակը պարենային նվազագույն զամբյուղին համապատասխանեցնելու եւ միջին թոշակը սպառողական զամբյուղին համապատասխանեցնելու մեր հանձնառությունը, որ մենք պիտի կատարեինք մինչև 2026 թվականի հունիսը եւ մենք այսպիսով այդ հանձնառությունը կատարում ենք։ Ինչպիսի հերոսություն հեգնում է փողոցը։ Հայաստանում նվազագույն պարենային զամբյուղը մոտ 36,000 դրամ է, սպառողական զամբյուղը 82,000։ Եթե իրոք ապրիլ 1-յան վաղաժամ կատակ չէ Փաշինյանի հայտարարությունը, ուրեմն թոշակառուները գուցե հնարավորություն ստանան ամիսը գոնե 1 անգամ միս գնել։ Ընտրություններին ում եք հաջակցելու դուք ընդդիմությանը թե գործող իշխանությանը։ Ոչ մեկին։ Ինչու։ Իրանք սա իրար հետ են։ Նիկոլ Փաշինյանի բերեց Սերժ Սարգսյանը։ Այդ ոնց եղավ ճամպրուկով, փրչոտ կերպարանքները եկան դառան դեպուտատից հետո դառան վարչապետ, կլաստիկ գումարելի պաշտոնա տեղափոխություն արեց Սերժ Սարգսյանը իր
բաները ծածկելու։ Ոնց եղավ։ Մարդը եթե բարձրագույն կրթություն չունի, բանակ չի ծառայել, եւ ընդհանրապես ԿՊ 98%-ը չի ծառայել բանակում։ 98%-ը։ Բայց նոր անուններ կան՝ Արման Թաթոյան, Սամվել Կարապետյան, Գուրգեն Սիմոնյան, գուցե նրանց Այ Արմեն Թաթոյանը կամ Մոսկվայում մի հատ էլ անունը մոռացել եմ։ Facebook Կարապետյանի նկատի։ Չէ, Ղարաբաղցի է։ Չէ։ Այս դրանք սաղ մի խումբ են, հարգելի ժողովուրդ, չհասկացաք, իրար պասերով տալիս են, գալիս են։ Ինչա նշանակում 9 միլիարդ դոլար իբր թե Ամերիկան, թարգմանիչը իրան էս շիտեղա դրե, ժողովրդին էլ էս շիտեղ են դնում, թարգմանում են ուրիշ բան, իբր թե Ամերիկան ներդրում անում, Ամերիկան ներդրում չի անում, հարգելի ժողովուրդ, եւս 9 միլիարդ դոլար հասարակ ժողովրդի վրա փաթաթում են, որը փաթաթեց 8 տարի։ Ես ուղղակի ապշած եմ 8 տարի, եթե ես ձեզ խափեմ, 8 տարի, չես ասի այ տագետ, այ անգրագետ, ույտումն ես էս շիտեղ դնում, վաճառում է իր խաղաղությունը, ինչ խաղաղություն, 94 թվին էլ 30 տարի խաղաղություն կնքեցին ժամանակավոր, հələ հետ գնացեք, 5000 տղա կորցրեցինք, փորը տվին, պաստավ կարեցին, ազգային ժողով, խեմ ասում, հիմնավոր եմ իմաստացը, որ սրանք սաղ իրար հետ են, 1064 հոգի անայդ կորած կա, զինված ուժերի ապահովագրական ընկերությունը, դեռ 2 տարի առաջ ներս է տվել, որ 1460 հոգի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որոնք մասնակցել են Լեռնային Ղարաբաղի պատերազմին, չեն վերադարձրել, խեք թաքցնում, ընդդիմություն, բայց որ 1 միլիարդ 200 միլիոն դոլար ծախսել են իրանց վրա եւ ոստիկանության վրա, բան են տվել իրանց պարգևատրումներ, միլիարդ 200,000 դոլար, այդ ոնց հասկանանք, դուք չեք օգտվել ընդդիմություն, պասեր եք տալիս իրար, իբր թե բան, հետքի ես դեպուտատ չդառա, այդ ոնց եղավ, Նիկոլ Փաշինյանը 8 տարի առաջ կլասիկ խափեցին ամբողջ այ ժողովրդին, կլասիկ, Նիկոլ Փաշինյանը հին կարգախոսով է, чем армия тупых, чем его легче управлять, чем страна тупых, чем его легче управлять, ինքը չի ստինում իր կողքերը բան, խելացի բան, արդեն անցել են դեռ 4 տարի առաջ, Նարդոսի փոքր կենտրոնում, Նարդոսի 53-ում, մանկապատենական սպորտդպրոցներ են վաճառել, տնօրենը իջևանցի է, փոխտնօրենը իջևանցի է, Արմեն Փաշինյանը իր հարազատ եղբայրը Կրիշաբատ անում, բացում էր բան, Սերժ Սարգսյանի եղբայրը, ինչն է, ես չեք սարկում, ու դուք դրանից հետո ուզում եք ժողովուրդը ձեզի հավատա, ամենաէշը ձեզի կհավատա, այս հավատանեմ, ես չեք խոսում, ինչից եք խոսում, հարց եմ տալիս շատ պրիմիտիվ, եթե 8 տարի ես ձեզի խափեմ, դուք ձեզի մի օր չես պատասխանի 8 տարի ինչ ես խափել, 350% քաղաքացիների վիճակը ծանրացել է, մանկապատենական սպորտդպրոցը վաճառեցին, շենքը մաս հալալ կեստից փողոցի վրա, այն դագաղների փողոց են ասում, Նարդոսի 53, սպորտդպրոցներ են վաճառում, 273 միլիոն դոլարով դրամով վաճառեցին, դե որ դու չես վաճառել Նիկոլ Փաշինյան, այ ուղիղ ձեզի հարց եմ տալիս, դες գործը քանդի հակակառուպցիոն մցել է, եթե քո մատը խառը չի, մանկապատենական սպորտդպրոցները հալալկեստը վաճառում է, ցիրկի դիմացը, հսկայական 8 օլիմպիական սպորտաձևերը բնաջնջեցին, գցեցին, գնացեք ինտերնետ ականատեսել եք, մեծ մեքենայի ստայանք են, էտումը վաճառեցիք, սա սովետական միությունի ժառանգված սպորտդպրոցներ էր, գնացեք կողքի պետությունները, Ադրբեջան, Վրաստան, տեսեք ինչ ներդրումներ են անում սպորտի մեջ, ստեղ հակառակն է, ջնջում են սպորտը, չէ որ սպորտն է լուրջ քաղաքացի, լուրջ զինվոր տալիս Հայաստանի Հանրապետությանը, սես չի, հետ ես նոր հեծանիվ չեմ հորինում, եթե դուք Նիկոլ Փաշինյան
չեք վաճառել, Նարդոսի 53, մանկապատենական սպորտ դպրոցը 273 ՀՀ դրամով, մասնաշին փողոցի վրա կեսը, ապա ձեր ուժային կառույցներին ուղարկեք, թող հետաքննություն գնա։ Եթե դու չէ, եթե չէ, ուրեմն դուք եք կար։ Բոլորը ասում են, որ դուք եք, ձեր հրամանով ա եղել։ Կառավարության որոշում ա եղել։ Կոռուպցիա չի, կոռուպցիա է։ Հիմա 10,000 դրամ եք ուզում տալ։ Թե ուզում եք տատիկ պապիկներին այդ 10,000 դրամով խափած լինեք, անում եք ձեր քարոզ արշավը։ Տատիկ պապիկների հաշվին եք, մնացել որ արդեն ձայն եք հավաքելու։ Մեկ խնդիր ունեցող երեխայի եք բերում, քարոզ արշավ եք անում, որ տեսեք մենք ինչ գումանիտարներ ենք, մենք երեխաներ էսենց։ Հիմա տատիկ պապիկներին մի ամիսից ավելը գլուխներս հանգստացել էր։ Արդեն տատիկ պապիկի չէիք խոսում։ Հիմա այս թազա ալիք բարձրացրեցիք, չի անցնելու։ Մեր տատիկ եւ պապիկները Գևորգ Պապոյան, դա 18-19 տարեկան միամիտ երեխեք չեն, այս մարդիկ կյանք են ապրել։ Ու իրենք միամիտ ժողովուրդ են, բայց իրենք հիմար չեն, իրենց խափելը կարելի է մեկ անգամ, ոչ ավել։ Մեկ անգամն է դուք արդեն խափել եք։ Ժողովուրդ ջան, առջևում ընտրություններն է, մենք բացահայտում ենք, մենք ցույց ենք տալի այս մարդկանց իրական երեսը։ Մնացածը թողնում ենք ձեզ, դուք եք ընտրողը, դուք ձերն է վերջի խոսքը, իսկ ինձ մնում է միայն ավելացնել հետևյալը. կեցցե Հայաստանից Հանրապետությունը, կեցցե հայ ազգս, կեցցե հայկական սփյուռքը, կեցցե ջավախկա հայությունը, կեցցե Արցախը հայությունս, կեցցե հայկական Արցախը, կեցցե մեր ավակ քույրեր եւ եղբայրները, մեր տատիկ եւ պապիկները, պինդ եղեք, ամուր եղեք, ձեր ցավը տանեմ, կեցցե մեր Մասիս լեռը, կեցցե հայոց առաքելական Սուրբ եկեղեցին։ Դուք էլ ժողովուրդ ջան, առողջ եղեք, պինդ եղեք, հզոր եղեք։ Հույսով եմ կհանդիպենք, ցտեսություն։